Բարզասիրելի հայրենակիցներ, այսօր արդեն մարտի 6-ն է, չափազանց կարևոր հաղորդում ունենք այսօր, քանի որ բավականին վտանգավոր իրադարձություններ են արդեն սկսվել Հայաստանի սահմանին մոտ։ Գիտեք, ես սիրում եմ միշտ ավելի պոզիտիվ վերլուծություններ անել, բայց սա այն պահն է, այն դեպքն է, երբ որ մենք պետք է իրականությունից խոսենք, իրական վտանգներից, հակառակ պարագայում մենք վնաս ենք տալու Հայաստանի Հանրապետությանը եւ վտանգի տակ կարող է դնենք նրա անվտանգությունը։ Դրա համար էլ այսօրվա վերլուծությունը չափազանց կարևոր է, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունենում արդեն մեր տարածաշրջանում, ինչ է նշանակում երեկվա հարձակումը Նախիջևանի ուղղությամբ եւ ինչ կարող է տեղի ունենալ, ինչ աշխարհաքաղաքական փոփոխություններ, աշխարհագրական փոփոխություններ կարող է տեղի ունենալ մեր տարածաշրջանում, այսինքն աշխարհագրությունը կարող է փոխվել ցավոք սրտի, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչը արդեն իսկ տեսանելի է, այսինքն դրա հավանականությունը բավականին մեծ է։ Անպայման լայքեք, բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեմ, որ շատ եմ հոգնում այս հաղորդումները պատրաստելուց, բայց միակ բանը ամենայն անկեղծությամբ ինձ ուրախացնում է, դա ձեր մեկնաբանություններն են, լայքերն են եւ դիտումներն են, քանի որ հասկանում եմ, որ մեր աշխատանքով մենք կարող ենք օգուտ հասցնել Հայաստանի Հանրապետությանը։ Երեք մենք խոսեցինք մեր շատ հարգելի փորձագետներ Արսեն Խարատյանի եւ Հովսեփ Խուշուձյանի հետ, շատ կարեւոր հետաքրքիր զրույցներ էր, բայց դրանից հետո ուշ չմնաց, որպեսզի մենք էլ մեր վերլուծությունը պատրաստենք, թե ինչ է տեղի ունեցել իրականում եւ ինչ վտանգները այն իր մեջ պարունակում։ Երեք, այսինքն սկսենք ժամանակագրությունից, որ ավելի լավ հասկանանք կատարվածը, գիտեմ, դուք տեղյակ եք, բայց չափազանց կարևոր է ֆիքսել այդ ժամանակագրությունը։ Երեք, ինչպես արդեն տեղի կացաք, Նախիջևանի ուղղությամբ 4 անօդաչու սարք էր արձակվել։ Ադրբեջանը ասում է, որ դա Իրանի կողմից է մտել իր օդային տարածք, հարված է հասցվել օդանավակայանին, մեկը ընկել է դպրոցի մոտ, ԱԹՍ-ներից մեկը կարողացել են խոցել, իսկ երրորդը կարծես թե ընկել է զինվորական օբյեկտի վրա։ Չնայած հետո դրա մասին այլևս չխոսվեց շատ երկար։ Ինչ տեղի ունեցավ դրանից հետո, Ադրբեջանի արտգործնախարարությունը շատ կոշտ արձագանքեց միանգամից, դատապարտեց հարձակումը ադրբեջանական քաղաքացիական բնակչության վրա։ Ադրբեջանում Իրանի դեսպան արագ կանչվեց արտգործնախարարություն, դրանից բացի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դատապարտող հայտարարություն տարածեց, նշելով, որ Ադրբեջանը պատրաստվում է անհրաժեշտ արձագանքման միջոցառումներ իրականացնելու համար եւ շտապեց հայտարարել, որ այս հարձակումները անպատասխան չեն մնա։ Դրանից հետո Ալիևը հանդես եկավ հայտարարությամբ, նա խոսում էր այն մասին, թե ինչպես իրանական կողմը խնդրել է իրենց Լիբանանից էվակուացիայի ենթարկել, իրենց դիվանագիտական ծառայություն, նույնիսկ փող են առաջարկել, բայց ասում է չէ, մենք հարևաններ ենք, ինչի համար ենք, եթե նեղ այս պայմաններում չօգնենք։ Ու դրանից հետո ահա այս հարվածը տեղի ունեցավ, ինչ որակումներ ասես չտվեց Ալիևը այդ հարձակմանը, եւ նա էլ ասում է, որ պատասխան անպայման կատարվի, անպատասխան այդ գործողությունը չի մնա եւ երբեք Ադրբեջանի ժողովուրդը չի մոռանա իրանական այս հարձակումը։ Դրանից բացի կարևոր է նշել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հերախոսազրույց են ունեցել, նաեւ իրենց ադրբեջանական Մինվալ պարբերականը հաղորդում է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան Շուշիի դեկլարացիայի շուրջ սկսել են արդեն քննարկումներ, այսինքն գիտեք, այդ դեկլարացիայով Թուրքիան օգնության է հասնում Ադրբեջանին, Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի պարագայում, սա էլ շատ ցուցադրական այդպիսի հայտարարություն էր, որը որ տարածեց պրոիշխանական ադրբեջանական այդ պարբերականը։ Դրանից բացի մենք տեղեկացանք նաև այն մասին, որ Ռեջեփ Թայիպ Էրդողանն է զանգահարել Իլհամ Ալիևին եւ իր աջակցությունն է հայտնել դատապարտելով Իրանի կողմից հարձակված այդ անօդաչուները։ Եվ շատ կարևոր է նշել, որ Ալիևը այդ հարձակումներին տալիս է ահաբեկչության որակում, որ դա ահաբեկչություն է տեղի ունեցել Ադրբեջանի նկատմամբ։ Բայց կարևոր է նաև նշել, որ Ալիևը
իր երկաթե բռունցքի մասին կրկին խոսելով ասել է, որ ինքը չի ներգրավվի, Ադրբեջանը չի ներգրավվի Իրանի դեմ պատերազմում, այսինքն պատասխանելու են, արձագանքելու են, բայց չեն ներգրավվելու ընդդեմ Իրանի այս պատերազմական գործողություններն էլի բազմաթիվ հարցեր էր հիշել Ալիևը, որոնք որ ինքը ունի իրանցիների հետ, Իրանի հետ կապված, այնպես որ իրավիճակը բավականին բարդ է, բայց կարևոր է նաև լսել Իրանից արձագանքները եւ Իրանի գլխավոր շտաբը ասում է, որ մենք նման հարձակում չենք իրականացրել Ադրբեջանի նկատմամբ եւ դա իրականացրել է Իսրայելը, սիոնիստական ռեժիմը եւ որ դա իրենք իրականացրել են ուրիշ երկրի դրոշի ներքո։ Գիտենք, որ նաև արտգործնախարարությունն էր իրար խառնվել Իրանի եւ ամեն գնով, ամեն ձևով փորձում է Իրանը ապացուցել, որ ինքը որևիցե կապ չունի այդ հարվածների հետ։ Փորձում է ապացուցել այնպես, ինչպես չի փորձում ապացուցել օրինակի համար Պարսից ծոցի երկրների նկատմամբ հարվածների մասով, այսինքն այնտեղ որ հարվածներ են հասցվում հիմնականում չի հերքում Իրանը, ինչտե որոշ մեղադրանքներից փորձում է թեթև խուսափել, բայց ադրբեջանական մասով շատ լուրջ ձևով հերքում են թե Ադրբեջանի գլխավոր շտաբը, թե արտգործնախարարությունը, բոլորը միանշանակ հերքում են եւ ոչ միայն հերքում են, այլ ասում են, որ դա Իսրայելի ձեռքի գործն է։ Կարևոր է նաև նշել, որ Արադ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի Ադրբեջանի արտգործնախարարի մեջ նույնպես հերախոսազրույց է տեղի ունեցել եւ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։ Նրանք մտահոգություն են հայտնել եւ նշել լարվածության հետագա սրման միտումներից զերծ մնալու կարևորությունը։ Այսինքն ինչ ենք հասկանում այս հաղորդագրությունից, որ իրենք ցանկանում են, այսինքն երկու նախարարներ, արտգործնախարարները Հայաստանի եւ Ադրբեջանի ցանկանում են, որ հետագայում մեր տարածաշրջանը զերծ մնա լարվածություններից։ Վերջում անդրադարձել են կայուն խաղաղության կարևորությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Շատ լավ է, որ Արադ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջև հերախոսազրույց է տեղի ունեցել, վստահ եմ դա տեղի ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, հերթականությամբ երբ որ ներկայացրի թե ինչ է տեղի ունեցել, վստահ եմ որ դուք գիտեիք, հիմա փորձենք վերլուծել, հասկանալ թե ինչ է տեղի ունեցել, ամենակարևոր մասն է մեզ համար, բայց հետո կանդրադառնանք նաև ընդհանուր գլոբալ պատերազմին, ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ։ Ուրեմն, այստեղ մեկ բան փաստ է, որ Իրանին մեծ հաշվով ձեռնտու չէր հարված հասցնել Նախիջևանին։ Տեսնում եմ հիմա Հայաստանում տարբեր փորձագետներ ասում են, որ ահա տեսեք Իրանը զգուշացրեց Ադրբեջանին, հաջորդ հարվածը ավելի ցավոտ կլինի, այն կլինի նավթային օբյեկտներին, կխոցեն Բաքու, Թբիլիսի, Ջեյհանը եւ այսպես շարունակ, ինչ այլոց 3 կար այդպիսի ապատեգատվություն, որ Իրանը արդեն խոցել է Բաքու, Թբիլիսի, Ջեյհանը, ինչը պարզ ապատեգատվություն է, այս պայդարությամբ բան չկա, նման տեղեկություններ մենք չունենք, բայց կարևոր է այստեղ նշելը, որ Նախիջևանի տարածքում եւ Ադրբեջանի տարածքում չկա որևիցե ամերիկյան բազա եւ այս պայդարությամբ որևիցե իսրայելական պաշտոնական բազա։ Իրոք Իրանը որևիցե շահ չուներ հարված հասցնելու Ադրբեջանին։ Այն, որ նման շահ ուներ Իսրայելը, որպեսզի իմիտացիա ստեղծվի, որ նման հարձակում տեղի ունեցել է, դա փաստ է։ Ադրբեջանը շատ կարևոր է հիմա ներգրավել պատերազմի մեջ, քանի որ Ադրբեջանում Իսրայելը երկար տարիների շատ լուրջ աշխատանք ունի, կարելի նույնիսկ վստահ ասել, որ թաքուն բազայի նման ինչ-որ կարևոր կետեր ունի, որոնց միջոցով նաև կարող է ազդել այս պատերազմի վրա, եւ եթե Ադրբեջանը հիմա մտնի պատերազմի մեջ, դա Իսրայելի համար մեծ նվեր է եւ շատ ձեռնտու է։ Վստահ եմ, որ այդ մասին տեղյակ է նաև Իլհամ Ալիևը եւ ոչ միայն տեղյակ է, այլ նաև լուրջ քննարկումներ են գաղտնի եղել Ադրբեջանի եւ Իսրայելի միջև։ Այսինքն այս հարձակումները իրականում կարող է իրականացված լինեն Իսրայելի եւ Ադրբեջանի կողմից, որպեսզի կամաց Ադրբեջանը մտցնեն խաղի մեջ եւ արդեն Ադրբեջանի տարածքը լիարժեք կարողանան օգտագործել ընդդեմ Իրանի։
Կասեմ, թե որն է նաև Ադրբեջանի շահը, այստեղ մեկ փոքրիկ պարզաբանում, ես միշտ նշել եմ, որ մեզ համար շատ կարևոր է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի ունենա, մենք խոսում ենք միշտ մեր ազգային ու պետական շահերից, եւ այն, ինչ բխում է մեր ազգային ու պետական շահերից, դա միանշանակ ընդունելի է ինձ համար, եւ ես փորձում եմ վարել մեր հաղորդումները առաջնորդվելով հենց այդ սկզբունքներով, քանի որ Իրանի պատերազմը նորանոր երանգներ է արդեն ձեռք բերում, այն ավելի բարդ է դառնում եւ մենք պետք է կարողանանք տարանջատել ինչն է բխում մեր ազգային եւ պետական շահերից, ինչը չի բխում եւ որն է իրականությունը, որը որ մենք պարտավոր ենք հասկանալ։ Հետևաբար այն ինչ հիմա տեղի ունենում Ադրբեջանի ուղղությամբ, դա մեր ազգային ու պետական շահերի դեմ է։ Օրինակի համար, ես միշտ ասել եմ, որ Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ վստահությամբ հաղթանակ կտանեն ընդդեմ Իրանի, կփլուզեն նաեւ։ Հավանականությունը մեծ է, որ փլուզեն նաեւ Իրանի ռեժիմ։ Այդ մասը մեզ համար ամենաձեռնտուն է, բայց կարող է դրան հասնելու համար շատ այլ գործողությունների դիմեն, որոնք որ արդեն մեր ազգային ու պետական շահերին ձեռնտու չեն։ Եվ այդպիսի գործողություններից մեկը Ադրբեջանին մտցնելն է պատերազմի մեջ։ Ճիշտ է, Իրանը կարող է հարված հասցնել Ադրբեջանի նավթային օբյեկտներին, Ադրբեջանին բավականին լուրջ վնաս կարող է պատճառել, բայց պետք է հաշվի առնել, որ 7 օրերի ընթացքում Իրանը ահռելի մեծ վնաս է կրել եւ ամեն օրով ինքը մոտենում է իր պարտության։ Եվ հիմա եթե Ադրբեջանը մտնում է պատերազմական գործողությունների մեջ, ճիշտ է, այսօրվա դրությամբ հենց այսօր դա քիչ հավանական է, ուղղակի դրա համար շատ կարևոր հիմա հիմքեր են նախապատրաստվում, դա նշանակում է այն, որ վաղվա հաղթանակ տանողների շարքում լինելու է նաև Իլհամ Ալիևը։ Եվ եթե Իլհամ Ալիևը լինելու է վաղվա հաղթանակ տանողների շարքում, ապա դա չի կարող լավ լինել Հայաստանի համար, քանի որ Ադրբեջանի կշիռը մեր տարածաշրջանում մի քանի անգամ բարձրանում է։ Երկրորդ ամենակարևոր վտանգը մեզ համար այն է, որ Ադրբեջանը մեծ ծրագրեր եւ նպատակներ ունի հարավային Ադրբեջան հասկացողության հետ, այդ տարածքների հետ Իրանում, որտեղ որ ապրում են բազմաթիվ ադրբեջանցիներ, մինչև խոսքը 30-40 միլիոն ադրբեջանցիների մասին։ Պարզ է, որ այստեղ Թուրքիան եւս շատ կարևոր շահեր ունի եւ դա իրենց համար կարևոր ծրագիր է պանթուրքիզմի համար։ Սակայն շահերը Իսրայելի եւ Թուրքիայի այստեղ բախվում են եւ Իսրայելը չի կարող թույլ տալ, որ պանթուրքիզմի ծրագիրը իրականանա։ Նույն ժամանակ ինքը պետք է խոստա Ադրբեջանին ինչ որ մի բան, որ Ադրբեջանը մտնի այս խաղի մեջ, միայն այն, որ Ալիևը կլինի հաղթանակ տարած երկրների շարքում, բնականաբար Ալիևի համար դա շատ քիչ է։ Հետևաբար ես համոզված եմ, որ Իսրայելը խոստում է տվել, որ կօգնի Ադրբեջանին բորբոքել այնտեղ անջատողական տրամադրություններ, սեպարատիստական տրամադրություններ եւ կօգնի անջատել հարավային Ադրբեջանը Իրանից, միացնելով այն Ադրբեջանին։ Մեզ համար վտանգները ակնհայտ են եւ այն ավելի վտանգավոր կդառնա, եթե Թուրքիան էլ հասնի օգնության Ադրբեջանին եւ ադրբեջանցիներին, այդ թուրքական ցեղերին, եւ իրենք փորձեն իրականացնել իրենց պանթուրանական ծրագիրը, այդ ժամանակ Հայաստանը փաստացի կղզի կդառնա թուրքական աշխարհի մեջ, հաշվի առնելով, որ գրեթե ամբողջովին Հայաստանը շրջափակված է թուրքական աշխարհի մեջ։ Ես միշտ էլ նշել եմ միայն Ջավախքն է Վրաստանի կազմում քրիստոնյա փոքրիկ Ջավախքը, որը որ քրիստոնյա հայերով ելք է Հայաստանին դեպի արտաքին աշխարհ, Մարնեուլի շրջանում, որը որ սահմանացում է Հայաստանի հետ, նույնպես ադրբեջանաբնակ մեծ շրջան է, ինչ այլոց ադրբեջանաբնակ, բայց այնտեղ կան սունիներ եւ շիաներ, Իրանի ազդեցություններ բավականին մեծեր մինչև հիմա, եւ եթե Թուրքիային եւ Ադրբեջանին հաջողվի իրենց պանթուրինական մեծ ծրագիրը իրականացնել արդեն Իրանի տարածքներով, դուք պատկերացնում եք, չէ՞, ինչ կարող է տեղի ունենալ, այսինքն Սյունիքը այլևս չի ունենա սահման Իրանի հետ։ Սա շատ վատ սցենար է, բայց մենք չենք կարող բացառել, որ նման բան կարող է տեղի ունենա։ Ես միշտ դրական եմ խոսում։ Դուք գիտեք, դրական սցենարներից եմ խոսել, սակայն կան պահեր, երբ որ վտանգները իրոք շատ մեծ են։
Սակայն, ինչպես նշեցի, դա չի բխում Իսրայելի շահերից, այսինքն առաջինը, եթե բխում է, որ հարավային Ադրբեջանը թող միասվի Ադրբեջանին, Ադրբեջանը ավելի մեծ տարածքներ կստանա, բայց չի բխում այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը այդ տարածքների միջոցով միավորվեն։ Ահա այստեղ հայկական դիվանագիտությունը բնականաբար ներքին առումով, քանի որ այս հարցը հիմա դեռ չի բացվել եւ բացահայտ ռազմական գործողություններ չունենք մենք հողի վրա, ներքին կարգով շատ լուրջ պետք է աշխատի Իսրայելի հետ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Թե Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ թե Իսրայելին միանշանակ ձեռնտու չի լինելու ահա այդ ծրագիրը։ Ես խոսում եմ նախորոք, սիրելի հայրենակիցներ, այդպիսի զարգացում մենք կարող է տեսնենք շաբաթներ կամ ամիսներ անց, ու շատ հույսով եմ, որ նման զարգացումներ մենք չենք տեսնի, շատ հույսով եմ։ Բայց ընդհանրապես հույսով լինելը այս պայմաններում չափազանց քիչ է, դրա համար Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ լուրջ հիմա աշխատանք տանի, սկսի արդեն աշխատանք տանել Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ցավոք, Իսրայելի հետ մենք շատ վատ հարաբերություններ ունենք, չունենք այդպիսի խորը հարաբերություններ, որ նման հարցեր կարողանանք քննարկել, պետք է փորձենք միանշանակ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք կարող ենք այդ հարցը քննարկել եւ փորձել կանխել այդ սցենարը, քանի որ կրկնեմ կոնկրետ պանթուրքիզմի մասով դա ձեռնտու չէ ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ ոչ էլ Իսրայելին։ Դրա համար մենք պետք է փորձենք կանխել այդ ծրագիրը, որով որ մի համարեք, թե անիրականանալի է։ Ցավոք սրտի այն կարող է իրականանալի նաեւ դառնալ։ Միջայլոց քրդերի մասով էլ կարևոր է այստեղ ավելացնել, հակասական տեղեկություններ կան Իրաքի Քրդստանից հայտարարություններ են հնչում, որ իրենք չեն մտնելու պատերազմական գործողությունների մեջ, բայց Իրանից արդեն հրթիռներ են թռնում դեպի Իրաքյան Քրդստան եւ Պարս Իրանի բանակը հայտարարում է, որ իրենք կանխարգելիչ հարվածներ են հասցնում քրդերին։ Բայց կան նաեւ ուրիշ տեղեկություններ, որ քրդերը ուզում են պատերազմի մեջ մտնել ընդդեմ Իրանի եւ ուզում են ստեղծել իրենց անկախ պետությունը, ասում են, որ մենք 40 տարուց ավել սպասում էինք, թե երբ է գալու այն ժամանակ, երբ այս ռեժիմը ամենաթույլ իր վիճակում կհայտնվի եւ մենք կսկսենք ռազմական գործողություններ եւ կազատագրենք մեր տարածքները, կստեղծենք անկախ պետություն։ Այսինքն այդ վտանգը նույնպես կա, թե թրքական եւ թե քրդական վտանգ։ Այստեղ էլ կա պահ, որը որ ձեռնտու չէ Թուրքիային եւ Ադրբեջանին, հատկապես Թուրքիային, բայց կա պահ, որը որ ձեռնտու է։ Տեսնում եք, այս պատերազմի մեջ ամեն երկիր կարող է տեսնել իր շահը եւ այն, ինչ հակասում է իր շահին։ Չի կարող լինել այնպես, որ ընդհանուր առմամբ հակասում է այս պատերազմը մեր ազգային ու պետական շահերին եւ մենք ոչինչ չենք ուզում ստանալ այս պատերազմի արդյունքներով, բայց նույն ժամանակ կա նաեւ վտանգներ, կան տեղեր, որ լուրջ վտանգներ են իրենց մեջ պարունակում այս պատերազմի մեջ եւ կան պահեր, որոնք որ մեծ հնարավորություններ կարող ստեղծեն մեզ համար։ Այդպես է նաեւ Թուրքիայի պարագայում քրդերը մեծ վտանգ են ներկայացնում, բայց քրդերը կարող է պահի տակ նաեւ ձեռնտու դառնան Թուրքիային սկզբնական փուլում, որպեսզի իրենք էլ կարողանան իրենց անջատողական գործողությունները ծավալել Իրանի հյուսիսում, Ադրբեջանից հարավ։ Հույսով եմ պարզ եմ արտահայտվում սիրելի հայրենակիցներ եւ սրանք շատ լուրջ եւ մեծ վտանգներ են մեզ համար։ Հիմա կարող ենք քննարկել մնացածը, ինչ վերաբերվում է Իրանին։ Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի տարբեր երկրներին, հիմնականում թիրախավորելով ամերիկյան ռազմաբազաները, բայց մենք տեսնում ենք, որ օրինակի համար նույն Դուբայում բազմաթիվ քաղաքացիական օբյեկտների հարված հասցնում նույն Իրանը։ Այսօր տեղեկություն կա, որ հարվածել են Քաթարում Ալ-Ուդեյդ ռազմաբազային ամերիկյան հրթիռներ են ուղում նաև Իսրայելի ուղղությամբ, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը իրենց գործողությունները անխոչնդոտ կարողանում են իրականացնել Իրանի օդում։ Կրկին ու կրկին հարված հասցնելով բազմաթիվ օբյեկտների։ Նաև հիմա արդեն խոսք կա երրորդ ավիակիրի
մոտենալու մասին, այսինքն նման հարց է քննարկվում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր երրորդ ավիակիրը կարող է ուղարկել տարածաշրջան։ Դա նշանակում է, որ պատերազմը երկարաձգվելու է։ Դրա մասին է վկայում այն փաստը նաև, որ Կանադան եւս հայտարարում է, որ իրենք եւս կարող է հիմա մտնեն պատերազմական գործողությունների մեջ, եւ նա հստակ չի բացառել, որ Կանադան կներգրավի այս պատերազմում եւ հարվածներ կսկսի հասցնել Իրանին։ Փաստացի նույն դիրքորոշումը նման ավելի ճիշտ դիրքորոշում ունի Իտալիայի վարչապետ Մելոնին, եւ նա հայտարարում է, որ Իտալիան հիմա հատուկ պաշտպանողական ավիացիա է ուղարկելու Պարսից ծոցի երկրներ, որպեսզի Պարսից ծոցի երկրները կարողանան պաշտպանվել իրանական հրթիռներից եւ դրոներից։ Մի քանի հայտարարություններով է հանդես եկել Դոնալդ Թրամփը, շատ համարձակ, շատ գռեհիկ, բայց մեզ համար լավ, քանի որ խոսքը վերաբերվում է կոնկրետ Իրանում իշխանափոխությանը։ Նա ասել է, որ Համենեի որդին ինձ համար ընդունելի չէ եւ ասում է շատ պարզ ու հստակ, որ ես պետք է ներգրավված լինեմ այս նշանակման մեջ, այսինքն ես պետք է Իրանում նշանակեմ ղեկավար, ինչպես որ դա արեցի Վենեսուելայում։ Այդպիսի հարցազրույց է նա տվել Պոլիտիկոյին։ Մեկ այլ հարցազրույցի մեջ նա խոսում է այն մասին, որ մոտ 10 հոգի կա Իրանում, ում որ ինքը եւ իրենք դիտարկում են, որ կարող են նրանք դառնալ Իրանի ապագա առաջնորդ, հույսով է, որ իր խոսքերով այդ մարդիկ, այդ անձինք չեն վնասվի եւ դա հնարավոր կդառնա իրականացնել Իրանում։ Թրամփը խոսել է նաև Զելենսկիից եւ ասում է, որ Զելենսկին պետք է պայմանավորվածությունների գնա եւ չպետք է խոչընդոտ դառնա, որ այդ խաղաղության պայմանավորվածությունները տեղի ունենան Ուկրաինայի մասով։ Իրանի շուրջ եւ շատ կարճ ամփոփ է, Իրանի շուրջ իրավիճակը մնում է չափազանց բարդ եւ լարված։ Տեսնում ենք, որ օրեցօր նոր երկրներ են ներգրավում պատերազմի մեջ։ Տեսնում ենք, որ այդ պատերազմը կարող է շատ արագ հիմա տեղափոխվել նաև մեր տարածաշրջան, հարավային Կովկաս, եւ այստեղ կարող է գերտերությունները իրենց նպատակները եւ ծրագրերը ունենան, նաև ռեգիոնալ տերությունները կարող է իրենց ծրագրերը եւ նպատակները ունենան, շատ վտանգավոր պահ է մեզ համար։ Դրանից բացի այլ վտանգներ եւս կան, որ կարող է անջատողական տարբեր շարժումներ սկսվեն Իրանում եւ փորձեն Իրանը մասնատել, բաժանել տարբեր երկրների։ Այս պայմանությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ ողջունում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։